Ես որպես աշակերտ բարձրացա եւ ինչու բարձրացա, որովհետեւ տարիներ շարունակ չեմ կարողանում ինձ ներել ավագ դպրոցում Վազգեն Խուդավերդյանի մեծարման ցերեկույթին նրան շնորհակալական խոսք չասելու համար։ Հենց նա մեր դասարանում սերմանեց սեր այդ 4 թվերի առարկայի հանդեպ եւ մեր դասարանը տվեց տնտեսագիտության թեկնածու դոցենտ եւ շատ որակյալ հաշվապահներ։ Այսօր դարձյալ ուշացած խոսք պիտի ասեմ, որովհետեւ խոսքս պիտի նվիրեմ իմ շատ սիրելի ուսուցչուհուն Նինա Կարապետյանին։ Եթե իմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին ինքը չլիներ, ես գուցե կատարեի մորս երազանքը եւ այսօր սպիտակ խալաթավոր լինեի, բայց բանասիրության ճանապարհն ընտրեցի։ Ընկեր Կարապետյանը մեզ համար միայն ուսուցիչ չէր եւ միայն սեր չարտնացրեց դեպի հայոց գրականությունը եւ մեր մայրենի լեզուն, այլ մայր էր բառիս բուն իմաստով։ Մի դեպք ես մինչև իմ կյանքի վերջ չեմ մոռանա։ Ես 4-րդ դասարանում 2-րդ հերթով էի սովորում դպրոցում, երաժշտական դպրոցում առաջին հերթով եւ այդ արանքում մի 10-20 րոպե բաց էր մնում, ստիպված էի լինում մեր տունը հեռու էր, տուն չէի հասնում, ստիպված էի լինում սպասել դպրոցի պատերի տակ։ Եվ մի անգամ ընկեր Կարապետյանը տեսավ եւ իր աղջիկը իմ դասընկերուհին էր եւ զանգը տվեց եւ նա ներս եկավ, մի բուր շոկոլադ լցրեց սեղանին եւ ասաց կեր։ Մայրս ասում է սրբուհին սպասել է, սոված կլինի։ Ես կարծում եմ, որ նա արժանի է, որ այսօր խոսենք նրա մասին եւ ոչ միայն նրա, այս տարի դպրոցը, մեր դպրոցը եւ նաեւ առաջին դպրոցը մեծ կորուստներ ունեցան։ Խոսքը Էդգարինա Դանիելյանի, խոսքը նաեւ պատմության ուսուցչուհու մասին է։ Որպեսզի չերկարացնեմ իմ խոսքը, ուղղակի ուզում եմ ընկեր Կարապետյանի սովորացրած ձևով այսօր մի փոքրիկ բանաստեղծություն նվիրել բոլոր կյանքից հեռացած ուսուցիչներին։ Համոսահյան։ Մայրամոտ նավախ մոտ է բարեկամ։ Քո ստվերը, քո այդ ոտքերի տակից քարափներն իվար երկարել ու այն հովտին է հասել, որտեղից որ դու ճանապարհ ընկար ադամամութին։ Ճանապարհ ընկար ու դեռ չես հասել լեռան գագաթին։ Քո գլխի վերև ծածանվող ամպի թավշյա ստվերով սրբիր ճակատիդ քրտինքը մաքուր եւ գնա նորից, որ դիմավորես մայրամուտը քո լեռան գագաթին, օր նուշ է մտնում։ Շնորհակալություն։